Նա կարողանում էր լսել ամեն ինչը առանց գործիքի, առանց երգչախմբի, առանց որևէ նա ուղղակի նա նայում էր նոտաներին եւ գրում էր լսելով այն ամենը, ինչ որ մենք հետո պետք է լսենք։ Կոմիտասից հետո երկրորդ այդ ալիքը ժողովրդական երգերի մշակման համարում եմ դա եղել են անշուշտ շատ են եղել լավերն են եղել որևէ ձևով որևէ մեկին չեմ ուզում սեմացնել բայց մի ուրիշ հարթության վրա եւ շատ հետաքրքիր մոտեցմամբ իր երաժշտության մեջ ազգայինը ամենակարևորն էր ազգային հենքը ոնց որ Արամ Խաչատրյանի մոտ եւ Էդգար Հովհաննիսյանը իսկապես շատ սիրուն բաներ գրեց երգչախմբի համար եւ շատ մնայուն դա բոլորը ձայնագրված են եւ ուսանողները կոմպոզիտոր ուսանողները կարծում են որ հատ պիտի նայեն ինչպես է դա արած որպեսզի սովորեն եւ շարունակեն այդ գործը